Արդեն երրորդ օրն է, դուք տեսնում եք այս ավազակային ագրեսիան, հարձակումը, հանօրինական հարձակումը անկախ պետության վրա ինչպես է շարունակվում, խախտվել են բոլոր միջազգային նորմերը, շարունակվում է Իրանի ռազմական օբյեկտների, հիվանդանոցների, դպրոցների ոչնչացումը, դուք տեսաք 165 10 տարեկան աղջիկների թաղումը Իրանում, թե ինչպես խոցվեց մի դպրոց, որտեղ 165 իրանական երեխա սպանվեց, եւ իհարկե ոչ արևմուտքը, ոչ էլ մեր այդ դոլարով խոսացող գրանտակերները, որոնք դատապարտում են միայն այն ժամանակ, երբ իրենց հանձնարարում են ինչ-որ մեկին դատապարտեն, եւ խիղճը զարթնում է մենակ, երբ որ նրանք դոլար են տեսնում։ Նրանք դրա մասին իհարկե չեն խոսում։ Միացյալ Նահանգները փորձում է ոչնչացնել Իրանի հրամանատարությունը, քաղաքական ղեկավարությունը, իր բալիստիկ ուժերը, ստրատեգիական օբյեկտները։ Իրանը պատասխանում է հարվածներով Միացյալ Նահանգների ուժերի վրա, բազաների վրա, հյուպատոսարանների, դեսպանատների վրա, նավթային օբյեկտների վրա։ Արդեն 18 պետություն է մասնակցում այս պատերազմում, միացել է Բրիտանիան իհարկե, Բրիտանիայի օդային ուժերը Հորդանանի վրա արդեն խոցում են դրոնները, Կատարն է միացել, Կատարի ինքնաթիռներն են միացել, հետևից գալիս է Ֆրանսիան, որպեսզի միանալ, տեսեք ինչ կոալիցիա է կազմվում, երբ որ ասենք պետք է կատարել Իսրայելի ղեկավարի, որը ռազմական հանցագործ է ճանաչված միջազգային դատարանի կողմից, երբ որ պետք է կատարել այս հանցագործի Իսրայելի ղեկավարի կամքը, ամբողջ աշխարհը հարձակվում է Իրանի վրա։ Երբ որ 120,000 հայ դուրս էին վռնդվում իրենց հայրենիքից, ոչ ոք մատը չշարժեց։ Սա ձեր միջազգային օրենքը, սա ձեր արևմուտքն է, արևելքն է, հյուսիսն է, հարավն է։ Տեսնում եք ինչպես է աշխատում այս աշխարհը։ Հիմա ինչ սցենարներ այստեղ կան, սկզբնական պլանն էր ոչնչացնել ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը միանգամից ռեժիմը փոխել, դա չստացվեց։ Հիմա շարունակվելու են երևի այս հարձակումները շատ ավելի ինտենսիվ ձևով, երևի մեծ էսկալացիա է լինելու։ Իրանի հարձակումները ավելի ինտենսիվ են դառնալու, տեսնում եք, որ եւ ոչնչացնում են եւ դպրոցները, եւ հիվանդանոցները, եւ քաղաքացիական զոհերը, տեսնում եք, արդեն 800 են հասել։ Նրանք փորձելու են գլխատել ղեկավարությունը, որպեսզի նոր ղեկավարներ գան, ում կարողանան ստիպեն գնալ զիջումների։ Կամ հրահրեն քաղաքացիական բախումներ, քաղաքացիական պատերազմ կամ էթնիկ պատերազմ, որպեսզի կազմալուծել կամ դեստաբիլիզացնել Իրանը եւ ստիպել, որ նրանք գնան կապիտուլյացիա։